Ես կուզենայի առանձնացնել երկու խնդիր, երբ խոսեինք դրանց ազդեցության մասին։ Մեկը բուն ամբողջ 2015 թվական տարին որպես 100-րդ տարելիցի տարի եւ դրանից փոքր առանձնացնենք ապրիլի 24-ը, որովհետեւ իրականում այն ինչի մասին խոսենք կոնկրետ Թուրքիայի հակազդեցության մասին, թերևս նույնպես պիտի բաժանենք երկու մասի, որովհետև նույն Թուրքիան ինքը երկու խնդիր է լուծում, մեկը անցնել հերթական ապրիլի 24-ը, որ այնքան հերթական չէ, եւ ավելի, այսպես ասենք, մեծ հանդիսավորությամբ կամ մեծ մասշտաբներով է հիշատակվելու Հայաստանում, եւ երկրորդը ինչպես անցնել 2015 թվականը, որովհետև Թուրքիան ինքն հասկանում է, որ խնդիրը մեկ օրվա խնդիր չէ, եւ ջանքերը, որոնք կարող են գործադրվել, անդրադառնալու են ամբողջ տարվան եւ վերաբերելու են ամբողջ տարվան։ Հետեւաբար, սկսենք ապրիլի 24-ից։ Թուրքիան պետք է ասենք ավելի վաղ է նախապատրաստվել այս ապրիլի 24-ը անցկացնելու։ Եվ թերևս արդեն անցած տարվա աշնանը այն հայտարարությունը, որ ինքը ի պատասխան, չասելով ի պատասխան, բայց հասկացնելով որ ի պատասխան ապրիլի 24-ին նշելու է Գարիպոլի կամ Չանաքալի պատերազմի 100-րդ տարին եւ նույնպես հրավիրում է աշխարհի 102 երկրների ղեկավարների այդ միջոցառման մասնակցելու, բացահայտորեն ուղղված էր ապրիլի 24-ին Հայաստանի կողմից նախաձեռնված այդ արշավին եւ պիտի ասենք, ես պիտի ասեմ, որ մասամբ, չասեմ ամբողջությամբ, բայց մասամբ Թուրքիան հասնում է իր ուզածին։ Ի վերջո, իհարկե, որոշ երկրների նախագահներ, ինչպես հաստատել են ներկայացնել գտնվել այդ օրը Հայաստանում ձեռնարկաբերդում, Ֆրանսուଆ Հոլանդը, դեռևս տակավինահայտ է Ռուսաստանի Դաշնության նախագահի այցելության խնդիրը, մեր հայտարարվեց որ կլինի, մեր շվեց, բայց համարել որ դեռևս հարցը փակ չէ։ Այնուամենայնիվ պիտի ասեմ, որ Երևանը չի կարող շատ մեծ ոգևորություն ունենալ, որ աշխարհը իր հետ ձեռնարկաբերդում նշում է կամ ոգեկոչում է 1915 թվականի 100-րդ տարելիցը եւ հետեւաբար այս կտրվածքով առանձնապես լուրջ արդյունքների սպասել պետք չէ, կոնկրետ ապրիլի 24-ին։ Եվ երկրորդ խնդրին անդրադառնանք արդեն բուն 100-րդ տարելիցի ռազմավարությանը, թերևս մեկնարկը կարող ենք համարել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այդ հռչակագիրը, որը ես չասեմ, թե ինչ-որ նպատակ լուծելու է ուղղված առաջին հերթին, որքան ավելի շատ մի տեսակ նաև պաշտպանվում է թուրքական ջանքերից։ Ճիշտ է խնդիրը։ Ինքը հռչակագիրը կարծեք թե կոչված է ներկայացնելու համայն հայության, ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ հայ ժողովրդի տեսակետը, մեծամասնության տեսակետը, ուրեմն ցեղասպանության խնդրի, դրա հետևանքների վերացման, փոխհատուցման եւ այլնի կապակցությամբ եւ ինչու Հայաստանը գնաց այդ քայլին, որտեղ տեսնում է, որ նույն Թուրքիան, որ ոչ միայն փորձում է ապրիլի 24-ը ստվերել զուգահեռ միջոցառմամբ, այլ նաեւ փորձում է պարապել հայկական սփյուռքը, բնականաբար Հայաստանին պետք էր գոնե այդ տպավորությունը կամ այդ նպատակը դեպի խնդրին հասնել, որ հայ ժողովուրդը միակամ է իր տեսակետի մեջ եւ սա է Հայաստան գումարած սփյուռքի դիրքորոշումը այս խնդիրներով։ Հետեւաբար մնացած այլ կարգեր, որոնք հայտնվել են ուրեմն ծագումով հայ քաղաքների կողմից, եթե անգամ դրանք չլինեն այդ նույն գծի մեջ, բնականաբար դրանք ավելի շատ ինքնին կդիտարկվեն որպես փոքրամասնական տեսակետներ։ Հետեւաբար այստեղ էլ կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքականությունը ավելի քան պաշտպանական է, քան ինչ-որ ձեռնոց նետող, իհարկե այն միանգամայն այլ հիմքերի վրա է դնում արտաքին քաղաքականության մեջ, թուրքական մեջ վեկտորը, բայց միևնույն ժամանակ պիտի փաստենք, որ Հայաստանի քաղաքականություն ցավոք սրտի թուրքական շատ խորամանկ եւ
ագրեսիվ քաղաքականության դեմ հանդիման ավելի քան պաշտպանողական է։ Եվ հետևաբար այստեղ էլ եթե մենք ենք պաշտպանողը ավելի շատ թուրքական կոնցեպցիաներից, քան ձեռնոցն է տողը, բնականաբար ես անկեղծ ասած այդքան մեծ արդյունքներ չեմ սպասում, բայց մի բանով գոնե կարող եմ ասել, որ բավարար է, որ ի վերջո 3 նախագահներ Հայաստանի Հանրապետության, անկախ նրանից մենք կիսում ենք տնտեսական քաղաքականությունը կամ թուրքական քաղաքականությունը թե ոչ, 3-ն փորձեցին տարբեր մոտեցումներ եւ 3-ի տարբեր մոտեցումները հանդիպեցին նույն թուրքական ժողովրդականության պատին։ Հետևաբար այս կտրվածքով կոնցեպցիան փոխելը, թեկուզ նույն ցեղասպանության 100-րդ տարելիցի այդ հռչակագրի ընդունման միջոցով կարծում եմ անհրաժեշտություն է եւ իհարկե կարող է հասկանալ Տեր-Պետրոսյանի մտահոգությունները որպես հիմնադիր եւ առաջին նախագահ մի շարք խնդիրների այդ եւ Ղարաբաղյան քաղաքականության կոնցեպցիայի եւ թուրքական քաղաքականության կոնցեպցիայի առումով, բայց միևնույնն է Հայաստանը կարիք ուներ այդ դոկտրինի փոփոխության եւ հետեւաբար գոնե այնինչ կատարվեց շատ ավելի ընդունելի է, քան այն իներցիան, որը շարունակվում էր նախկին կոնցեպցիաների հիմքի վրա եւ ինչպես մենք էինք նկատում, այլևս ոչ միայն քաղաքական հետևանք եւ օգուտ չէին բերում, այլ կախվում էին նույն պատին եւ նաեւ բնականաբար պիտի ասել մի փոքր նույնիսկ նվազեցնում էին Հայաստանի անվտանգությունը, որովհետեւ շատ ավելի մեղմ էին, շատ ավելի անադեկվատ այն վտանգին կամ այն ստանդարտизացիանը, որով ամենայն դեպս թուրքական պաշտոնական Անկարան փորձում է ուրեմն բարել իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։ Եվ վերջինը, թերևս քանի անգամ ասել եմ գրավորները իրենք դա քանիցս տպել են, բայց ի նկատի ունենանք, որ քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը պայմանավորվել են դեռևս անցած տարի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուրեմն միջոցառումներին կամ ստրատեգիաներին դեմ պայքարել միասին, մենք միաժամանակ պիտի որ հասկանանք, որ սահմանի վրա ադրբեջանական ոդորությունները մասամբ կոնտեքստում են եւ միանգամայն ձեռնտու են թուրքական կողմին եւ բացարձակապես չեն անհանգստացնում թուրքական կողմին, եթե անգամ դրան որևէ, այսպես ասեմ, ֆիլոկալ բանական բերեն, որովհետեւ Թուրքիայի համար դա ձեռնտու է այնքան, որ Հայաստանը այլ հարվածներ է ստանում այլ ուղղություններից եւ բնականաբար օբյեկտիվ առումներով իր ջանքերը պիտի ուղղորդի նաեւ այդ խնդրի ուղղությամբ, կլինի դա դիվանագիտություն, կլինի դա միջազգային հարաբերություններ թե ինչ, եւ ինչը բնականաբար կազմի ցեղասպանության հարցում ուրեմն Հայաստանի ողջագրած մոտեցումների էֆեկտիվության վրա։